and pass these words to your European community members. Պատասխանեցին ձեր կոչերը։ Պրեսեր։ Չէ, լրագրողեր ու շատ զարմանալի է, որ լրագրողը վախենում է քաղաքացիների հետ շփվել, հատկապես իրան հասանելի լեզվով։ Հակառակը լրագրողները, ովքեր որ տեսեք ձեր պես են խիզախություն են ունենում, ոչ թե այնտեղ գտնվելու, այլ այստեղ քաղաքացիների մոտ որ հասկանան քաղաքացիները ինչ կոչ են ուղում, ինչ ուղերձ են տալիս, փախավ վախենալով, նույնիսկ ձեռքս մեկնեցի, որ բարևեմ, մարդը այդպես ինչ որ ջղագրգիռ ձևով ձեռքը հետ տարեց, կարծես ես չգիտեմ, երևի քովիդով էի հիվանդ թե ինչ էի։ Սա ակնհայտ լրագրող էր բանը European Political Committee, չէ, ուղղակի պրես էր վրան գրած, ասեց no, I am press, բայց հակառակը հենց զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչը ինքը պետք է կանգներ եւ հերթով քաղաքացիներին նկարելու փոխարեն հարցներ ինչի մասին է այս հավաքը, ինչու են քաղաքացիները առավոտ շուտ իրենց քունը խանգարել եւ եկել հավաքվել այստեղ ինչ որ կոչեր են անում անգլերենով եւ հայերենով։ Մինչդեռ մարդը, որը զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ է, պարզապես նկարեց եւ փախավ։ Սա խոսում է հենց նույն Եվրոպայի ոչ ժողովրդավարական արժեքների մասին։ Սա այն Եվրոպան չէ, որի մասին մենք պետք է իմանանք եւ որի արժեքները Հայաստանում պիտի տարածվեն։ Այս մարդիկ, որ այստեղ վերևում ներկայացված են, իրենք եւս ժողովրդավարական արժեքներից կիլոմետրերով հեռու են։ Նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Անտոնիո Կոշտան, ովքեր նույն Եվրոպայում վարում են երկակի ստանդարտներով քաղաքականություն եւ գազի ու նավթի դիմաց վաճառում են մարդկային բարձր արժեքները, նրանց համար ոչ Արցախի կորուստը որևէ նշանակություն ունի, ոչ էլ հայ ժողովրդի նսեմացված արժանապատվությունը։ Հետևաբար մենք այստեղ հավաքվելով, շատ լավ գիտակցելով, որ մեր կոչերը եւ մեր ուղերձը գուցե մնալու են օդում առկախված, մենք այդ կոչերը հնչեցնում ենք հերթական անգամ փորձելով դիմակազերծել Հայաստանի օրվա իշխանությանը, որը նորից եմ շեշտում եւ կրկնում ժողովրդավարական արժեքներից հեռու է։ Ամեն օր, ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներ, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ բռնությամբ փորձում են նրանց ձայնը լռեցնել, չեն թողնում արտահայտվել։ Սրբազաններ են այսօր բանտերում։ Ով է դրա մասին խոսում։ Այս մարդկանց ներկայացնում են սրա մասին, հակառակը սուտ ու կեղծիք են տարածում, թե Հայաստանը ժողովրդավարության մասին է։ Ոչ եւ ոչ։ Հայաստանը տասնյակ տարիներով հետ է ընկել ժողովրդավարությունից եւ մենք այստեղ եկել ենք, որպեսզի դրա մասին բարձրաձայնենք եւ պատռենք օրվա իշխանության կեղծ դիմակը երկակի ստանդարտներով ու ժողովրդավարության քողի տակ թաքնված։ Շնորհակալություն։ Ձեր կարծիքով եվրոպացի առաջնորդները անտեղյակ են ինչ է կատարվում Հայաստանում, տեղյակ չեն ինչ է կատարվել Արցախում 2023 թվականներին։ Գիտեք, բնականաբար տեղյակ են, որովհետև վստահ եմ տասնյակ զեկույցներ են կազմվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր եւ այդ զեկույցներով տեղեկացրել են եւ բնականաբար նաեւ ԶԼՄ-ներով են տեղեկացել ինչ է կատարվում։ Մի բան է տեղյակ լինել եւ մի բան է տեսնել, որ հասարակությունը անհաղորդ է մնում եւ չի բարձրաձայնում արդարության ձայնը։ Եվ երբ որ հասարակությունը, ժողովուրդը եւ ամբողջ ազգը լռում է դրա մասին, նրանք բնականաբար չեն արձագանքելու, որովհետեւ գիտեք ինչ, այս տարածաշրջանում ապրում ենք մենք եւ ոչ թե եվրոպացիները։ Նրա մեր դարդու ցավը նրանց չի հետաքրքրելու։ Հետևաբար անդադար, անընդհատ 24-ժամյա ռեժիմով մենք պետք է խոսենք այս բոլոր խնդիրների մասին, թեկուզ տեսնելով, որ անարձագանք է մնում։ Ես վստահ եմ եւ համոզմունք ունեմ, ինչ որ մի օր մեր կոչերը եւ ուղերձները տեղ են հասնելու։ Չի կարող անարդարությունը այսպես շարունակական լինել եւ ժողովրդական ցասումը մի օր իր արդյունքը տալու է, կարծում եմ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Ակցիաներ անել հիմա